Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այն process-ները, որոնց մենք բոլորս ականատես ենք, խիստ մտահոգիչ են եւ սա շատ մեղմ եմ արտահայտվում եւ հաշվի առնելով այն ճակերտներում շատ մեծ ճակերտներում տարօրինակ գործընթացները, որոնց մենք ականատես եղանք գիշերը հաշվարկի ժամանակ, երբ որ ձայների հաշվարկը գնում էր, երբ որ ինչ որ մի պահ, սենց կանգնում էր հաշվարկը, հետո էլի տենց սկսում էր, սա թերևս գրեթե ամենաթեթև ճակերտներում իհարկե նկատառումն է, իսկ հիմնականում օրինակ շատ տարօրինակ էր, երբ որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության թվերը, ոչ թե տոկոսները, շատ կարևոր է ընդգծել թվերը, որովհետև որոշ թուրքամետ եւ ադրբեջանամետ լրատվամիջոցները փորձում են տոկոսների վրա պատտասնեն, ոչ, բացարձակ թվերի մեջ թիվ էր հայտնվում, հետո մեկ էլ հաջորդ անգամ, երբ որ թարմացվում էր էջը, այդ թիվը չգիտես ինչու նվազում էր, այսինքն բացարձակ թվերի մասին է խոսքը գնում։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ ինչպես հայտնի է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հենց այս պահին, եւ առհասարակ վերահաշվարկի process-ի մեջ է, մենք պահանջել ենք վերահաշվարկ այն տվյալների, որոնք հրապարակվել են, որովհետև կրկին այստեղ ճակերտներում, շատ խիստ ճակերտներում տարօրինակ process-ներ են գնում, երբ որ ամենավերջի պահին հրապարակված մեր թվին մեկ էլ պարզվում է, որ ինչ-որ 1000-րդական, նույնիսկ 10-րդական չէ, 1000-րդական քանակով ձայներ են պակասում, որ այս պահի դրությամբ տեղամասերի քանակը այս պահի դրությամբ քանզի process-ը ինքը, process-ի մեջ է, տեղամասերի քանակը հստակ զերծ կմնա ասել, որովհետև մոտավորել չեմ ասի, բայց հավատացնում եմ ձեզ 1 կամ 2 չի, որովհետև ըստ էության ունենք տվյալներ, ես հիմա ուղղակի հղում տալով, օրինակ 4 ընտրատարածքից արդեն ունենք տվյալներ, որ 120 ձեն, ընդամենը 4 ընտրատարածքից, արդեն 120 ձեն կրկին վերադարձել է մեզ, այսինքն մենք գտել ենք, ինչ կնում, տեղամաս։ Դա վերահաշվարկի արդյունքում այո, համեմատության։ Հետո, նաև օրինակ բերենք, այստեղ շատ ու շատ չեմ ուզում ոչ մի պարագայում հանգարց խալվեմ, կան տվյալներ, որ այն process-ները, որոնց մենք ականատես ենք, իրենք իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, սա իմ հիմնավոր կասկածն է եւ ենթադրությունը, այլ քաղաքական, հաշվի առնելով այն ասենք ասենք գործընթացները, որոնք կարող են ծավալվել ազգային ժողովում, եթե օրինակ լինի 4 ընդդիմադիր, 3 ընդդիմադիր ուժ եւ այլ process կգնա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ։ Տեսեք, մենք այս պարագայում քանզի չունենք առայժմ փաստագրական փաստեր, ես պնդել 100%-ով ոչ մի բան չեմ կարող եւ ցած շպրտել չեմ կարող ոչ մեկի վրա, բայց տրամաբանությունը գործընթացների եւ առհասարակ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, հուշում են, որ այո, հնարավոր է նաեւ ձեր վարկածը լինի։ 120 Դրանք արդեն վերականգնվել են, թե դրանք պետք է վերահաշվարկել։ Մենք թերևս մենք հիմա գտնվում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ աշխատանքային process-ի մեջ։ Կարելի ասել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների կողմացել են, որ փոխարեն եք ասել։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովին առայժմ ես այս պահին ոչ մի բան չեմ ասի, չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ արդեն նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունները ձայների քանակի ցույց են տալիս, որ այո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին մեծ ծավալի ձայներ հայտնվում է, որ չգիտես ինչու մեզ
չի եկել կամ չեն հաշվարկել։ Ինչի հետևանքներով է, ինչու այդպես արեցին։ Մենք գտնվում ենք նաև այս պարագայում ուսումնասիրության փուլում եւ հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ առհասարակ սրությունը առայժմ զերծ կմնամ, ես ունեմ իմ իհարկե ենթադրությունները։ Այո, դե միանշանակ նույնն էլ մենք ենք ասում։ Ընդ որում Եթե ԲՀԿ-ն անցնում է, այսինքն 4-րդ ուժ, որ այս դեպքում ԲՀԿ-ն է կարող մեկ այլ լինել, անցնում է խորհրդարան, ապա լրիվ այլ պատկեր է ձևավորվում խորհրդարանում, եւ դուք կարող եք օրինակ դատախազ ընտրությունը մերժել իրենց դրած եւ այլն մի շարք կարևոր նախագծերի դեմ քվեարկել չթողնել ԿՊՆ-ի զատավանին։ Եթե չի անցնում, ապա դնում ենք ունենում ենք նորից նույն ծեծուտող ընդդիմությունում երկու մարդ տարբեր անունները փոխված ընդհանրապես։ Ձեր մոտեցումը ինչպիսին է։ Տեսեք, դուք ի վերջո չանցնեք խորհրդարան։ Դուք օրինակ ոչ կանեք կամ դիպրոշն կայացնեք, որ մյուսները չգնան եւ մենք նորից նույն բանը խոլիգանական խորհրդարանին ապահովենք։ Շնորհակալություն հարցի համար, այս հարցին առայժմ շնորհակալություն հարցի համար, ես ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց այսօր, այս պահին ես առայժմ զերծ կմնամ կոնկրետ ինչ-որ բան ասելուց, որովհետև որոշումները, որոնք ընդունվում են, իրենք ընդունվում են կոլեգիալ եւ առայժմ այդ որոշման մասին թույլ տվեք չբարձրաձայնեմ։ Իհարկե, տեսեք, կարելի է երկար, այտենց ինչ-որ բաներ ենթադրել խոսել, բայց երբ որ մենք նայում ենք միջինացված վիճակագրությունը եւ տեսնում ենք անտվյալները, որոնք կան, ուղղակի, գիտեք, գլխի մեջ չի տեղավորվում մարդու, ինչպես կարող է այսպես լինի, համենայն դեպս կարող ենք նաեւ արձանագրել, որ թե ընտրություններից առաջ, թե անմիջապես ընտրությունների ժամանակ մենք տեսնում ենք իշխանությունը ինչ մթնոլորտ է ձևավորել եւ ինչ խայտարակ ուղակի, աննախադեպ խայտարակ ճնշումների էր ենթարկվում ընդդիմությունը, այդ թվում իհարկե Բարգավաճ Հայաստանը, որը վերջին, փուլում ընտրարշավի դարձավ ճակերտներում ամենասիրված թեման իշխանության ներկայացուցիչներից հանձինս Նիկոլ Փաշինյանի կողմից։ Առավոտից իրգուն մեր անունն էր տալի։ Որտեղ միտեղ կարդում ենք 60 ձայնի մասին է խոսքը, միտեղ դեպի 790, եթե 60 ձայնի մասին է խոսքը, դուք նշեցիք, որ ձեր հաշվարկների արդյունքում 120 ձայն արդեն իսկ պակաս են հաշվել, դրանով ստացվում, որ դուք անցնում եք խորհրդարան, եւ նաեւ երկրորդ հարցը, չնայած որ դուք նշեցիք քննարկումների արդյունքում է մեր ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական գործիչները նաեւ պնդում են, որ պետք չէ վերցնել մանդատները, եթե դուք ստանում եք ձեզ համար անցողիկ շեմի մանդատի ձայները, դուք պատրաստ եք դնել մանդատները եւ փողոցում պայքարը շարունակել կամ նոր ընտրությունների գնալ։ Տեսեք, ես ուզում եմ, որ մենք հստակ ֆիքսենք հետեւյալը։ Մենք մանդատը կռիվ չենք անում։ Խնդիրը հետեւյալն է, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից։ Մենք տեսեք, չկա իրավիճակ, որ օրինակ ինչ-որ մի քանակություն մանդատների մեզ պակասում է, մենք գնանք գտնենք այդ ձայները, բերենք, չգիտեմ ինչ եւ այլն, կամ ձայների չկա տես բան։ Մեզ համար կարեւոր է, եղել է, կա եւ մնում է այն մարդկանց ձայները, այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է Բարգավաճ Հայաստանի։ Մենք ամեն քվեի հետևից գնալու ենք։ Առաջնային մենք դիտարկում ենք այս պարագայում միայն սա, այսքանը։ Չէ, ես պատասխանեցի, հարցին ասեցի, ես այսքանը, այս պահին այսքանը։ Ես ուզում շարունակեմ, արդեն իհարկե ես նաև ուզում եմ անդրադարձ կատարել միջազգային կառույցների անդրադարձին, կարճ հիմա խոսելով բանի հետ կապված։ Այո։ Մենք հեսա կփոխենք։ Եվ քանի ձայն է ձեզ պետք, որպեսզի դուք անցնեք խորհրդարան։
բացարձակ 120, երբ խոսում ենք 120-ի մասին, դրանք արդեն իսկ արձանագրված ձայներն են, որոնք որ երևում են ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում։ Հիմա այդ քաղվածքները ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ որպիսի ճշգրտումները կատարվեն։ Այսինքն սա այն դեպքերն են, երբ մենք ինքներս համադրելով մեր ձեռքի տակ եղած արձանագրությունների քաղվածքները եւ կենտրոնական ընտրական կայքում տեղադրված ցուցակները գտել ենք այդ անճշտությունները եւ այս անճշտությունների ուրեմն ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որպեսզի իրենց նշած այդ 00 փոչնել չեմ հիշում բան է։ Խոսքը վերաբերում է մի քանի տասնյակի, ոչ ավել։ Ես այս պահին չեմ ուզենա հանկարծ սխալ թիվ ասել, բայց հաշվարկները տատանվում են այսպես 50-ից 60-ի շրջակայքում։ Ոչ ավել։ Ոչ ավել 100-ից, հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը իհարկե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ Մենք նաև վերահաշվարկներ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում։ Այս քաղվածքները, այո, նաև այդ տեղամասերում մենք վերահաշվարկներ ենք պահանջում այդ եւ մի շարք այլ ընտրատեղամասերում, բայց այս քաղվածքները հնարավորություն են տալիս ճշգրտել, ուրեմն կազմված իրենց ցուցակները եւ դրա արդյունքում լրացնել այդ մի քանի տասնյակի բացը, որը որ հնարավորություն չէր տալիս հաղթահարել 4%-ը։ Էլի անճշտություններ կան, բայց այդ անճշտությունների հետ կապված 77 ձայն միայն 77 մոտեցել